Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև փետրվարի 6-ի նախանշված հանդիպման նախապատրաստական ընթացքը նյարդերի խաղի է նման, որտեղ ցանկացած մանրուք կարող է չեղարկել բանակցությունների անցկացումը։ Այդպիսի վտանգը առաջացավ հատկապես վերջին 2 օրերին, երբ իրանական կողմը առաջարկեց նախապես համաձայնեցրած բանակցությունների վայրը Ստամբուլից տեղափոխել Օմանի Սուլթանություն՝ Մասկատ։ Սկզբում ամերիկացիները համաձայնել են, հետո փոշմանել, ինչը բանակցությունների տապալման այնպիսի վտանգ է առաջ բերել, որ Պարսից ծոցի արաբական երկրները ստիպված համոզել են Վաշինգտոնին հետ չկանգնելու հանդիպումից։ Այդ մանրամասները ամերիկյան Axios-ին են փոխանցել ամերիկյան քաջատեղյակ դիվանագետները, նշելով, որ չորեքշաբթի փետրվարի 4-ին արաբական 9 երկրի առաջնորդ է նախագահ Թրամփին դիմել այդ հարցով։ Ամերիկյան դիրքորոշումն այն է, որ Վաշինգտոնը համաձայնել է նրանց նկատմամբ հարգանքից դրդված, բայց եւ այնպես տուրք տալու նաեւ բանակցային գործընթացին։ Բայց մենք վատատես ենք, նշել է ամերիկացի անանուն դիվանագետներից մեկը, խոսելով այն մասին, թե ԱՄՆ-ն պատրաստ չէ երկար սպասել։ ԱՄՆ-ի նման բառամթերքի օգտագործումը, իհարկե, կարող է դիտվել բուն հանդիպումից առաջ Իրանի վրա ճնշում գործադրելու միջոց, բայց հաշվի առնելով Թրամփի վարչակազմի առանձնահատկությունները, հավանական չի թվում, թե ամերիկյան կողմը պատրաստվում է երկար բանակցային գործընթաց Թեհրանի հետ, այլ ավելի շատ տրամադրված է արագ արդյունքի հասնել սեփական պայմանների թելադրմամբ։ Այս իրավիճակն իսկապես բարդ դրության մեջ է դնում կողմերին, քանզի ոչ դրական ելքով հանդիպումը կարող է հանգեցնել պատերազմի, որը կվտանգի երկուսի շահերն էլ տարածաշրջանում։ Իրանը նման սցենարում սպառնում է ոչ միայն թիրախավորել Պարսից ծոցի ամերիկյան ռազմաբազաները, այլև փակել Հորմուզի նեղուցը, որով իրականացվում է համաշխարհային նավթային պաշարների տեղափոխման էական մասը։ Մասկատում սպասվող հանդիպման մասին հայտնի է, որ բանակցություններն անցնելու են դեմառդեմ երկկողմ ձևաչափով։ Փոխարենը Ստամբուլում արաբական երկրները հանդես էին գալու դիտորդի կարգավիճակում։ Մասկատում կողմերը ոչ վաղ անցյալում էլ են հանդիպել։ ԱՄՆ-ն եւ Իրանը 2025-ի սկզբներին նախքան 12-օրյա պատերազմը Իսրայելի հետ միջուկային հարցով 5 հանդիպումից 3-ը անցկացրել են հենց Օմանում։ Սակայն այն ժամանակ կողմերը հանդիպել են ոչ թե ուղիղ, այլ առանձին սենյակներում, եւ կողմերի ուղերձները փոխանցում էր օմանական կողմը։ Այս անգամ իրավիճակը տարբեր է լինելու։ Ըստ երևույթին Թեհրանի համար Օմանի ընտրությունը նախընտրելի էր նաև քաղաքական իմաստով։ Ստամբուլի հանդիպումը շատ ավելի շահեկան կլիներ ընդունող կողմի համար, որը մեծ ջանք է գործադրել Իրանի եւ ԱՄՆ-ի միջև էսկալացիա թույլ չտալու առումով։ Բայց միևնույն է, Թուրքիան Իրանի ռազմավարական մրցակիցն է համարվում, եւ նրա միջնորդությունը կարող էր առավելություն ստեղծել Իրանի հետ կապերում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ում արդեն շնորհակալություն է հայտնել օմանական կողմին Վաշինգտոնի հետ հանդիպման հարթակ տալու համար։ Այն նախատեսված է ուրբաթ տեղական ժամանակով առավոտյան 10-ին։